Դատապարտում եք Նիկոլ Փաշինյանի այդ բառապաշարը, որ երեք խորհրդարանի Կոնկրետ որ բառապաշարը։ Օրինակով կանեն վերընկերներ։ Դե խոսակցության մեջ կարելի է բանին ընդդիմախոսին պատեպատ տալ միանշանակ եւ ես հաճախ այդ նույն բանը անում եմ իմ ընդդիմախոսին, ես պատրաստ եմ պատեպատ տալ եւ որևիցե ձևով չեմ դատապարտում, ես դատապարտում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդի ներվերը ուտելը, այս ապատեղեկատվությունը տարածելը, ու այն կեղծիքը, որ իրանք անում են, բայց վարչապետն ես երկրորդում եմ, քաղաքական դիակ են, իրանք քաղաքական դիակ են, ասեմ ավելի նախկին նախագահել չեն, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը չի ընտրվել Հայաստանի Հանրապետության նախագահ, ոչ մի անգամ, Լևոն Տեր-Պետրոսյանը 96 թվին չի ընտրվել։ Սերժ Սարգսյանի գրասենյակ Չընտրված եռյակն են, էլի իրանք։ Գրասենյակները, նախագահները արձագանքել են, օրինակ Սերժ Սարգսյանի գրասենյակը։ Ես այդ նախագահ, իմ գրասենյակը, չէ, իմ գրասենյակը, չէ, իմ գրասենյակի, չգիտեմ, քարտուղարը ուղարկեք ինքը կարձագանքի, իրանք արձագանքելու մի ձև ունեն։ Գան խոսակցության։ Իրանց նույնիսկ խմբակցությունը չի կարողանում գա եւ բովանդակային, ոչ թե գարսի, դավաճան դες, չի կարող գա բովանդակային զրույց վարի։ Ռոբերտ Քոչարյանը կարողանալու է Նիկոլ Փաշինյանի հետ ինչ որ իրականության մեջ բանավիճի, բովանդակային կարողանալու է բանավիճի, Սերժ Սարգսյանն է կարողանալու։ Դե Լևոն Տեր-Պետրոսյանն է կարողանալու, գալու է բան ասի, հետո կողքից են մնացած ասել են դուք տենց մի 100 տարի կանցնի եւ դուք կհասկանաք թե ինքը ինչ նկատի ունի։ Այդ շատ սաղի լավ ճանաչում են։ Հաղթած նախագահներին ինչու չպետք է կարողանան բանավիճել։ Մեկը մյուսի հետ ինչ կապ ունի։ Ասում են, Այսինքն, դե թող այդ եմ ասում, շատ լավ ես ասում, բա թող գան։ Վարչապետը երեք ասեց, մեկը ասել է Աշոտյանը թող գան, Աշոտյանը ում էր հրավիրել բանավեճին, բայց Աշոտյանի ու վարչապետի լեվելները չեք նկատում, որ տաբի երկրի ղեկավար, ես էլ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանին եմ հրավիրում, թող գան իմ այդ բանավեճի, լեվելների տարբերություն գոյություն ունի, քաղաքական կշռի, ով, իհարկե իրանք նախագահ են եղել, ես երկրի նախագահ չեմ եղել եւ երկրի ազգային ժողովի նախագահն եմ, իհարկե քաղաքական լեվելով իրանք բարձր են, միանշանակ։